Հրաշալի է իրապես Տիրոջ տան մեջ լինել, Տիրոջ զավակների մեջ ու Տիրոջը փառավորել, Տիրոջը աղոթել, Տիրոջը խոսքը միասին կարդալ, սերտել։ Ուրախ եմ, որ այս տերունական օրը իրապես գնահատում եք ու ստեղ եք ու նորից ընդամենը մեկ նպատակ ունենք։ Օրի Տիրոջը նմանվել ու Տիրոջը փառավորել, դրա համար ենք ստեղծված, դրանով ենք ապրում, դրանով ենք առաջնորդվում, ամեն ինչի մեջ Տիրոջը փառք տալու։ Ինչպես որ Պողոս Առաքյալն է ասում, թե ուտենք, թե խմենք, թող որ ամեն բան անենք Տիրոջը փառքի համար։ Ու թող սա մեր կյանքի ուղեցույցը լինի, որ իրապես ինչ որ անենք, միշտ մտածենք, այն ինչ որ անում եմ, դրանով Տիրոջը փառավորում եմ, թե ոչ։ Սա շատ հարցեր կդնի իր տեղը։ Անեմ սա, չանեմ, այս քայլն անեմ, թե չանեմ, սա ճիշտ է, թե սխալ։ Եթե այս տրամաբանությամբ մտածենք միշտ, ինչ որ ասեցի, ինչ որ քայլեցի, ինչ որ որոշում կայացեցի, դրանով Տերն է փառավորվելու, թե չէ։ Ամեն ինչ կամաց կընկնի իր տեղը։ Սիրելիներ, շարունակելու ենք մեր Մատթեոսի ավետարանի սերտողությունը եւ նորից խոսելու ենք այն ինչ որ ասացի այս երկու ընտրություն, որ Տեր Հիսուս Քրիստոս առաջ բերեց բոլոր մարդկանց առաջ եւ ասեց, որ ընտրեք նեղ ճանապարհը, որը որ տանում է դեպի փրկության։ Բայց դրա հետ մեկտեղ եթե հիշում եք նաեւ ներկայացրեց, որ կա լայն ճանապարհը։ Լայն ճանապարհը, որը որ տանելու է դեպի լայն դուռը, ընտրողները շատ են եւ մեծ ամասությունը գնում է այնտեղ։ Ինչի որտեվ գովազդ անողներն էլ, քարոզողներն էլ այդ լայն ճանապարհի ինչ են, շատ են, շատ են։ Ամեն մեկը փորձում է գովազդի ներկայացնի այդ ճանապարհները, կարծես փրկության ճանապարհները։ Այսօր հենց խոսելու ենք ճակերտավոր փրկության ճանապարհը քարոզողների մասին։ Ինչի ճակերտավոր, որտեղ ընթացքում կտեսնենք, բայց մինչև կանցնենք բուն նյութը, ճիշտ է, մի քանի նկարներ տեսակ, մի քանի նկար եմ ուզում ցույց տամ, սա հայտնի են ձեզ, ինչի որտեղ երբ որ կամաց նոր բրենդեր էին դուրս գալի, Չինաստանը միշտ փորձում էր այդ բրենդերին նման մի կեղծիք ստեղծել։ Նման է արտաքնապես, բայց ինչ որ տարբերություն կա, կդնես առաջին նկարը։ Նայեք, հիմա նորից ծանոթ է, այնտեղ տեսնում եք, հիմա KitKat-ն է, իր բնօրինակ օրիգինալը, բայց նման է, այսինքն մի քանի բառ են փոխել, բայց գույնը, դիզայնը նման է։ Առաջին հայացքից կարաք նայեք ու տեսնեք, որ ոնց որ թե տարբերություն չկա, նույնն է, նման են շատ։ Նույնը էլի, Sony-ն դարել է ֆոնի, ընդհանրապես մի տառա, եթե ուշադիր չլինեք, էլի տեսքից ամեն ինչից, սենց կեղծիք է, բայց նման է օրիգինալին, նման է նրան ինչ որ կա, մյուսը կդնես։ Էս էլ հիմա առաջին հայացքից նայում եք Adidas-ն է, բայց Adidas չի, այլ Abibas-ա կամ Adibas-ա լինում ու նորից նման է, այսինքն այդ դիզայնը ամեն ինչը մի տար, մի փուճուր ուրիշ, ու վсё, բայց արտաքնապես եթե նայում եք, ինքը շատ նման է, այսինքն եթե ուշադիր չլինենք, կարող ենք ընդունենք, որ սա հենց այդ օրիգինալ Adidas-ն է, մյուսը Էս էլ է, հիմա ավելի մի քիչ հին մարդիկ, ովքեր որ Windows-ը նոր էր մտնում, հիմա Windows-ն ընդհանրապես մի հատ տառ է Windows, վсё, մեկ էլ ասենք Microsoft-ը գրել են Michael Soft, էլի Michael Soft-ն է, Microsoft-ը չի։ Հիմա ասենք շատ կան իրականում չինացիք բավականին զարգացել են այս կրկնօրինակներ կամ պատենտներ սարքելը, եթե լավ է, Համիկ ջան, անջատի։ Եթե մենք իրականում մեր այս ֆիզիկական կյանքում այս կեղծիքը հանդիպում ենք, ասեմ, որ հոգևոր կյանքում նույնպես այս կեղծիքը շատ է։ Կեղծիքը, որը որ կարծես թե նման է, նման բառեր է օգտագործում, նման տեսք ունի, բայց ինչ է, սուտն է, կեղծիքն է, այլն է ինչ որ պետք է մենք ուշադրություն դարձնենք։ Եվ հենց այսօր խոսելու ենք այդ, թե ինչպես զանազանենք այս ճակերտավոր փրկության ճանապարհը քարոզողներին։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարանի 7-րդ գլուխ, կընթերցենք միասին 15-ից 23 համարները։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 15-ից 23 համարները։
Մինչ ընթերցում ենք, խնդրեմ ոտքի կանգնենք ու միասին Աստծո խոսքը ոտքի կանգնած կարդանք։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 15-ից 23 համարները։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեր մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներից նրանց կճանաչեք, միթե փշերից խաղող են քաղում կամ տատասկից թուզ, այդպես էլ ամեն լավ ծառ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է, կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղներից նրանց կճանաչեք։ Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայությունը մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերը ինձ կասեն. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս ևս մեկ օրվա համար, որ պարգևել ես, շնորհել ես Տեր, եւ հիմա հնարավորություն ունենք ևս մեկ անգամ խոսքդ կարդալու, խոսքիդ շուրջ մտորելու Տեր։ Աղոթում եմ, որ Տեր օգնես, որ ամեն բան ինչ որ սովորենք, լսենք Տեր, քեզանից առնենք ու փառավորենք քո կամքի համեմատ քեզ Տեր։ Ողորմիր մեզ, միաբանիր մեզ խոսքիդ շուրջ ու դու փառավորվիր։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Ինչպես որ անցած անգամ խոսում ենք, ամեն մի կրոն, ամեն մի ուղղություն, ինչ որ շրջանակում ներկայացում է կամ ցույց է տալիս փրկության ճանապարհը։ Այնինչ փրկության ճանապարհը ընդամենը մեկն է, եւ դա Հիսուս Քրիստոսն է։ Ցանկացած կրոն, որ վերցնենք, փորձում է ներկայացնել ալտերնատիվ, այսինքն այլ ինչ որ կարծես թե փրկության ճանապարհներ։ Բայց այդ ամեն ինչի հետևանքը կործանումն է։ Եվ այո, կան քարոզիչներ, կան մարդիկ, ովքեր որ ինչ են անում, այդ այլ տարբերակները ներկայացնում են, որոնք որ արտաքնապես եւ ընդհանրապես շատ իրանք նման են, կարծես ճշմարտության քարոզին, բայց այնուամենայնիվ կեղծ են եւ սուտ են եւ մենք պետք է կարողանանք զանազանել ինչումն է տարբերությունը։ Մի փոքր ցածր կանեք, շատ է բարձր, մի փուճուր։ Այսօր խոսելու ենք կեղծ քարոզիչների երկու առանձնահատկությունների մասին, որ Հիսուս Քրիստոս ստեղ էս հատվածում առանձնացնում է ու որն է նպատակը, որպեսզի դուք հասկանաք։ Տեսեք, նորից խոսում ենք, որ լեռան քարոզի շրջանակում ինքը ներկայացնում է ճշմարտությունը, որը որ տարբերվում էր այն ճշմարտությունից, որ քարոզվում էր ում կողմից փարիսեցիների ու դպիրների։ Նրանք էլ էին քարոզում, նրանք էլ էին կարծես ներկայացնում Աստծո խոսքը, բայց Հիսուս Քրիստոս վերջում առանձնացնում է, տալիս այդ տարբերությունը, որով որ պետք է լսողները տարբերեն։ Խոսողը իսկապես Տիրոջ խոսքն է խոսում, Տիրոջից է ուղարկված, թե կեղծ է, թե ինքն իր անձն է քարոզում, մինչև այդ արդեն իսկ խոսել ենք նրա մասին, որ փարիսեցիները ոչ թե Տիրոջ փառքն էին փնտրում, այլ իրենց փառքն էին փնտրում։ Ամեն ինչը կեղծավոր կերպով էին անում, կեղծավոր կերպով էին աղոթում, կեղծավոր կերպով էին ծոմ պահում, կեղծավոր կերպով էին նույնիսկ ինչ անում, ողորմություն տալիս։ Այս ամեն ինչի մեջ նրանք չէին փնտրում Տիրոջ փառք, այլ փնտրում էին իրենց սեփական եսը, իրենց սեփական անձի բարձրացնելը։ Մենք կարիք ունենք այսօր էլ զանազանելու, որովհետև այդ նույն տիպի մարդիկ մինչև հիմա այսօր մեր շուրջը կան։ Տարբեր տեսքերով են, տարբեր կերպերով են գալիս։ Ու այո, քարոզում են, ակտիվ են, ամեն մեկը իր շրջանակում, եւ մենք որպես հավատացյալներ, որպես Տիրոջը զավակներ, պետք է կարողանանք ինչ անել, զանազանել։ Ուրեմն առաջինը, այս քարոզիչները արտաքնապես նման են, բայց Աստծո խոսքն ասում է հափշտակող են։ Եկեք եւս մեկ անգամ ուշադրություն դարձնենք 15 համարին։ Նայեք, ասում է զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեր մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Երբ որ հրյաները այս խոսքերը լսում էին, ասեմ, որ իրանց համար սա բավականին
հասկանալի տերմինաբանություն էր եւ հասկանում են թե Հիսուս Քրիստոսը ինչի նկատի ունի։ Ինչի որտեվ պատմության ընթացքում արդեն իսկ նույնիսկ Տիրոջ մարգարեները շատ անգամներ հանդիպել էին այս սուտ մարգարեներին։ Օրինակի համար Երեմիա մարգարեն, երբ որ արդեն բավականին Իսրայելը ծանր վիճակում էր գտնվում, նման բան է ասում Երեմիա 6:14 եւ 8-րդ գլուխ 11 համարում նույն հատվածը կրկնում է։ Նայեք ինչ ասում Երեմիան։ Ասում է ճանաչեք կեղծ մարգարեներին, ինչի որտեղ ասում է կանչում են խաղաղություն, խաղաղություն, ասում է բայց խաղաղություն չկա։ Այն ժամանակ դուրս էին գալիս կարծես մարգարեներ, որոնք որ այս նեղության մեջ ասում էին խաղաղություն է լինելու, Տիրոջից այդ խաղաղությունն ենք տեսել, խաղաղություն էին ասում, բայց իրականում այդ խաղաղությունը չկար։ Եզեկիել մարգարեության մեջ նորից նույն տրամաբանությամբ կարդում ենք Եզեկիել 22:27 ասում է նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես են, արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։ Ուշադրություն դարձեք նորից պղծության աստիճան ու գայլերի հետ այս համադրությունը։ Իշխանավորները նրանք, որ պետքա ուղղորդեն, ճշմարտությունը ցույց տան, գայլերի պես են, որ ուզում են ոչնչացնել։ Սոփոնիա մարգարեն նորից այդ մութ պատկերն է ներկայացնում Իսրայելի վիճակից։ Սոփոնիա 3:3-4 համարները։ Ասում նորից նրա իշխանները նրա մեջ մռնչող այռուցներ են, նրա դատավորները երեկոյան գայլեր են, որոնք առավոտվա համար մի բան չեն թողնում։ Նրա մարգարեները սնապարծ խարդախ մարդիկ են, նրա քահանաները եղծում են ինչ որ սուրբ է բռնացնել են օրենքի վրա։ Ուշադրություն դարձնում եք վիճակը։ Նրանք ովքեր որ կարծես պետքա լինեն ներկայացուցիչը Աստծո, այլ հակառակը ինչ են անում, կեղեքում են, սպանում են ու սկսած իշխանավորից վերջացած մարգարեից ու քահանայից։ Նայեք վիճակը։ Ու սա այնպես չի որ միմիայն 5 տականի ժամանակահատվածում էր։ Գործք առաքելոց 20-րդ գլուխ 29 համարի մեջ Պողոս առաքյալը արդեն Հիսուսից հետո զգուշացնում է Եփեսոսի եկեղեցուն ու հետևել խոսքն ասում է ես գիտեմ որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան որոնք հոտը չեն խնայելու եթե կար մինչև Քրիստոսը Քրիստոսից հետո էլ մինչև այսօր այդ մարգարեները, այդ Աստծո խոսքը քարոզողները մինչև հիմա ներկա են կան ու իրանք այդ ամեն ինչը նույն տրամաբանությամբ շարժվում են Հիմա ինչի նկատի ունի, երբ որ ասում է գալու են մարգարեներ ոչխարի հագուստով, իրականում շատ sense պատկերներ կա, գառան բան, sense գլուխա դրած գայլ է ինքը քարոզում է, իրականում չի ասում գառան պես, այլ ասում է գառան հագուստներով։ Եթե այն ժամանակ նայենք, ու հիմա էլ շատ դեպքերում գուցե, քանի որ եղանակը ցուրտ էր լինում եւ հովիվները տանում էին գառները, ասենք մի քիչ ցուրտոտ տեղեր, հովիվները կամ մարգարեները որոշ առումով հագնում էին գառան կաշվից պատրաստված հագուստներ, վերարկուն էին, այսպես ասած, որը որ տարբերվում էր եւ այդ հագուստը տարբերվում էր, այսինքն նույնիսկ այն ժամանակ կարար մարդը հովի հագուստ հագներ, բայց օրինակի համար հովիվ չլիներ։ Նույնպես այն ժամանակ մարգարեները որոշ առումով տարբերվող այդ հագուստ ունեն, դրանով տեսնում էին մարդը այդ մարգարեա թե ոչ, այդ հագուստով որոշ առումով տարբերվում էր։ Տենց մի քանի օրինակի համար պատկերներ ունենք 5 տականում, որտեղ որ շեշտում է մարգարեի այդ մազե հագուստները։ Օրինակ 3-րդ թագավորոց առաջի գլուխ 8 համարի մեջ ասում է նրանք էլ ասացին նա մի մազե հագուստ էր հագել Եղեայի մասին ասում ու կաշվե մի գոտի էր կապած մեջքին եւ նա ասաց նա թեզբացի Եղիան էր ու մարգարեները մնացած մարդկանցից նման հագուստով տարբերվում էին Օրինակ Զաքարիա մարգարեն տեսեք ինչ է ասում Զաքարիա 13:4-5 ասում է եւ այդ օրը մարգարեները մարգարանալու ժամանակ ամեն մեկը իր տեսիլքից պիտի ամանչեն Եվ խափելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու Այսինքն որով որ պետքա տարբերվեին որ իրանք մարգարե են ինչ են անելու ասում այդ չեն հագնելու հանելու են այլ
չեն հագնի, այլ պիտի ասի. ես մարգարե չեմ, ես մի երկրագոց մարդ եմ, որովհետև հողն է իմ ունեցվածքը եւ իմ մանկությունից ի վեր։ Այսինքն հստակ տեսնում ենք, որ որոշակի հագուստներ կային, որ մարգարեները հագնում էին, որով որ տարբերվում էին ուրիշ մարդկանցից։ Եվ ստեղ էլ տեսնում ենք, որ ասում է պահը գալու, որ այդ մարգարեները իրանց վրայից հանելու են, սովորական հագուստ են հագնելու են, մենք մարգարե չենք։ Հիմա ինչ են անելու այս մարդիկ։ Կգան մարդիկ, ովքեր որ այդ հատուկ հագուստը, տեսքը ինչ են անելու, ունենալու են, բայց արդյունքնապես մեկ նպատակ ունեն՝ հոշոտել։ Հոշոտել։ Ինչի որտեղ իրանք փառք են փնտրելու, տեսքը նման են, բայց Տիրոջ հետ ընդհանրապես կապ չունեն։ Եվ Հիսուս ոչ միայն զգուշացնում է, որ այդ ձևի մարդիկ գալու են, այլ նաև զգուշացնում է, թե ընդհանրապես ոնց մենք պետք է վիճակի լինենք տարբերելու, որն են նշաններ լինելու, որը որ հասկանալու ենք, մարդը Տիրոջից է ուղարկված, թե Տիրոջից ուղարկված չի։ 16 համարը։ Իրենց պտուղներից նրանց կճանաչեք, այս խոսքը ուշադիր լսեք, որովհետև վերջում նորից նույն բանը կրկնում է, որպեսզի շատ հստակ լինի մեզ համար։ Իրենց պտուղներից կճանաչեք։ Միթե ասում է փշերից խաղող են քաղում կամ տատասկից թուղզ։ Այս հարցի պատասխանն ի՞նչ է։ Ոչ։ Այսինքն, եթե մարդը Տիրոջից է եկել, պտուղները ցույց են տալու, որ ինքը իրապես Տիրոջից է։ Եթե իր ընթացքը, իր քայլերը, իր խոսքը հակառակն է ցույց տալիս, դա ինչ է վկայում, որ Տիրոջից չի, Աստծունը չի։ Այդպես էլ ամեն լավ ծառ ինչ պտուղ է տալիս, լավ պտուղ է տալի, բարի պտուղ է տալիս, իսկ վատ ծառը վատ պտուղ է տալի։ Պարզ տրամաբանություն է, չէ՞, ասենք ինչ-որ բարդ բաներ չի ասում։ Հիսուս շատ հստակ ասում է, նայեք իրանց գործերին, նայեք իրանց պտուղներին, նայեք ինչ են տալիս, ինչ հետևանք ունի իրանց ընթացքը։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը լավ պտուղ։ Չեմ հիշում որտեղ ենք, մի անգամ ծառայության էինք, մի կին փորձում էր իր ամուսնուն, սենց ասած արդարացներ, ասեր մի նայեք բերանին, ասում է կեղտոտ բերան ունի, բայց սրտի մեջ ասում է բարի, շատ լավ անձնավորություն է, էլի։ Ոսես լսում ես, ասում ես չի կարա լինի, էլի տենց։ Չի կարա որ կեղտոտ բերան ունի, բայց սիրտը մաքուր է, ինքը շատ լավ բարեհամբույր անձնավորություն է, չի լինում։ Անհամադրելի է։ Բարի ծառը բարի պտուղ է տալի, չար ծառը չար պտուղ է տալիս։ Ինչ պտղի մասին է խոսքը գնում։ Գաղատացիս 5-րդ նամակի մեջ Պողոս առաքյալը անդրադառնում է մարմնի պտուղին, ինչ որ մարմինն է առաջ բերում, եւ հոգու պտղին։ Ու այս առումով ես ուզում եմ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնենք, որտեղ սա կարևոր է, մենք ժամանակ առ ժամանակ ինչ ենք անում, մոռանում ենք, որ շատ հստակ կա ինչ հակադրություն։ Գաղատացիս 5-րդ գլուխ 14-ից 25 համարները, որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է կատարվում. քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ։ Բայց եթե միմյանց խայթեք եւ ուտեք, զգուշացեք, որ միմյանց չոչնչացնեք։ Ում է խոսքը գնում։ Եկեղեցուն, հավատացյալներին, որ ասում է զգուշ եղեք ձեր վարքի, ձեր ընթացքի մեջ։ 16 համարը։ Սակայն ասում եմ, հոգով ընթացեք ու մարմնի ցանկությունը մի կատարեք։ Ինչի։ Ինչի մարմնի ցանկությունը չկատարենք։ Որովհետև այն ինչ որ մարմինն է մեզ դրթելու, Աստծո կամքը դրա մեջ չկա, մարմինը նորից սովորության համաձայն ձգտելու է մեղքին։ Դրա համար ասում եմ, եթե Տիրոջինն եք, հոգով ընթացեք, որտեղ արդեն հոգու մեջ եք, վերստին ծնված եք, նոր եք, ձեր էությունը, ձեր քայլը, այդ ամեն ինչը պետք է ինչ անի, վկայի դրա մասին։ Որտև մարմինը հոգուն հակառակ է ցանկանում, իսկ հոգին մարմնին հակառակ է, եւ քանի որ սրանք իրար հակառակ են, չանենք այն, ինչ կամենում ենք։ Նորից տեսնում եք այդ համադրությունը։ Չար ծառ բերում է չար պտուղ։ Լավ ծառը պետք է լավ պտուղ բերի, դրա համար ասում է մի գնացեք ու արեք այն, ինչ որ գուցե ժամանակին եք անում։ Հիմա ավելի կոնկրետ անդրադառնում է։ Բայց եթե հոգով եք առաջնորդվում, օրենքի տակ չեք, հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն,
կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակտություններ, բաժանություններ, չարություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն եւ այն, ինչ սրանց նման են։ Այսինքն ցանկը հնարավոր է շարունակել։ Պողոս առաքյալը ցանկություն չունի, ինչքան կա, ասենց բոլոր այդ բանը ներկայացնի։ Ասում այսքանը ներկայացրեցի։ Ու սրա նման ամեն ինչ որ գալիս է, մարմնից է։ Մի սրա մեջ եղեք, շարունակությունը։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Ինչի՞, որովհետև եթե այս պտուղն է բերում, նշանակում է դեռևս Տիրոջը հոգին չունի։ Դեռևս Տիրոջինը չի, եթե իր կյանքի մեջ հստակ սա է, սրանով որևիցե փոփոխություն չկա, լավ ասենք ամեն Կիրակի գալիս է պաշտամունքի։ Բայց իր կյանքի մեջ որևիցե փոփոխություն չկա, ինչպիսին էր առաջ, հիմա էլ նույնն է։ Գուցե մի փոքր շտկվել է, մի փոքր այդքան էլ տեսանելի չի, բայց այնուամենայնիվ սրանով է ապրում։ Ինքը իր կամքն է, իր ցանկությունն է կատարում։ Ուրիշ նպատակ չունի։ Մենք էլ ժամանակին, ասում եմ, հիշում եք, դուք էլ ժամանակին, երբ որ մեռած էիք ձեր մեղքերում, կատարում էիք ձեր ցանկությունը, ինչ որ ցանկանում եք, անում եք։ Ու այդ ցանկությունը ում ցանկության հետ էր համընկնում։ Սատանայի, այո, իշխանի, օդի իշխանի հետ էր բռնում, որ անում էիք այն, ինչ որ ինքն էր ցանկանում։ Հետևաբար ձեր ցանկությունը համապատասխանում էր սատանայի ցանկությանը։ Հիմա արդեն բերում է դրան հակառակ։ Հոգու պտուղն ինչ է։ 22 Հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր որ Քրիստոսինն են, իրենց մարմինները ինչ արեցին։ Խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Հիմա հանել ենք, թե չենք հանել, ոնց որ ասած, թե կողքը կոպիտ ասած աստիճանա, մեզ հույս ենք դնում, մեկ-մեկ իջնում ենք, ասում ենք դե իմ ցանկություններով ապրեմ, հետո նորից հետ կգնամ։ Մեռել ենք, այլևս նորն ենք, չի կարա սա լինի։ Հոգու պտուղը նկարագրությունը տալիս է։ Դրա համար ասում է, եթե հոգով եք ապրում, ուրեմն հոգով էլ ինչ արեք, վարվենք։ Տեսնում եք հստակ տարբերությունը, լղոզված իրավիճակ չկա։ Դրա համար երբ որ անցած անգամ երկու կիրակի առաջ խոսում էի հոգևոր մանկության մասին, սրա մասին է ասում, որ սրա մեջ այդ շատ վտանգավոր գիծը կա, որ եթե կասկած կա, ես մինչև հիմա փրկված եմ, թե չէ, կասկած կա, այդ հոգևոր մանուկ եմ, թե վերստին ծնված եմ, թե վերստին ծնված չեմ, շատ լուրջ վտանգի առաջ եմ կանգնած։ Իմ կյանքը, իմ ընթացքը հստակ այս տարբերությունը պետք է ինչ անի, լինի։ Ես ինչ պտուղ եմ տալիս։ Այն ժամանակվա օրինակելի հոգևոր մարդիկ ովքեր էին։ Փարիսեցիները մարդկանց առաջ նման ձև էին ներկայանում։ Տեսք ունեին, հատուկ հագուստներն ունեին, ծոմը պահում էին դրա մասին բոլորը գիտեին, հրապարակներում էին աղոթում, որպեսզի տեսնեին ու ասեին, ինչ հավատացյալներ են, ինչ հոգևոր գիգանտներ են։ Բայց Հիսուս ինչ ասեց։ Ասեց այդ ամեն ինչը կեղծավոր է։ Կեղծ եք, սուտ եք, ձեր մեջ այդ ամեն ինչը չկա։ Պետք է ազնիվ լինենք։ Մենք էլ մեր կյանքում պետք է ազնիվ լինենք։ Պետք է հասկանանք, որ հոգու պտուղը ունենք, թե չունենք։ Եթե ունենք, դա չի նշանակում ամեն ինչը կատարելապես մեր կյանքում արտահայտվում է։ Այո, Սուրբ Հոգին ժամանակի ընթացքում գործում է մեր մեջ, որպեսզի այս հոգու պտուղը ավելի ինչ լինի, արտահայտիչ լինի։ Բայց դա պետք է տեսանելի լինի, իրապես տեսանելի պետք է լինի։ Քրիստոսին ուրիշ ձև ոնց նմանվենք։ Քրիստոսն ինչ որ անում էր, այս խոսքերին համեմատ էր անում։ Տիրոջը կամքի համեմատ էր անում։ Ամեն բան, ամեն ինչ որ ասեց, ինչ որ արեց, դրանով Տիրոջը փառավորեց։ Ու մեզ էլ կանչեց, որ մենք նման լինենք այդ նույն ընթացքին։ Թող մեր կյանքում ամեն մեկիս կյանքում հոգու պտուղը շատ հստակ երևա։ Եթե ինչ որ հարցերում են, տկարանում ենք, ժողովուրդ ջան, մի արդարացեք, ասեք, դե ես այս ձևին եմ ու թող տենց էլ լինի։
Աղոթեք, որպեսզի Տերը ձեր սրտի հետ աշխատի, խոսքի մեջ ել ավելի ուսումնասիրեք, Տիրոջը փառքին նայեք, որպեսզի Տերը ինչ անի, փոխի ձեր կյանքը։ Մարդը մարդու կյանքը չի կարող փոխի։ Միայն Աստված կարող է, դրա համար ակնկալենք Տիրոջից մեր կյանքի փոփոխությունը։ Աղոթքով գանք իրեն ու խնդրենք, որպեսզի իրապես արտահայտիչ կերպով երևա մեր կյանքում այն հոգու պտուղը, այն Տիրոջ օրինակը, որին որ մենք ուզում ենք նմանվենք։ Հակառակ դեպքում նորից ամեն բանը ուղղակի կեղծավորություն է։ 19-րդ համար ասում է, ամեն ծառով լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ է գցվում։ Ուրեմն իրենց պտուղներից նրանց ինչ կանեք, կճանաչեք։ Նորից Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ զգուշացնում է, ինչպես որ առաջ կարդացինք, Պողոս առաքյալն էր ասում։ Եթե այդ պտուղը չկա, վերջնական արդյունքը ինչ է լինելու։ Դատաստանն է լինելու։ Հույս մի ունեցեք, որ անունով չակերտավոր քրիստոնյա լինելը կամ անվանական քրիստոնյա լինելը փրկելու է։ Հույս մի ունեցեք, որ կարծես թե փարիսեցիներին նմանվել ենք մի փոքր, չակերտավոր արդար կյանքով ենք ապրում, ու սրանով փրկություն ենք ունենալու։ Չէ, ժողովուրդ ջան, շատ հստակ Հիսուս Քրիստոսն ասում է, կամ նեղ դուռը, կամ լայնը, լայնի մեջ մտնում է նաև փարիսեցիների տրամաբանությունը, օրենքը պահենք, չակերտավոր լավ մարդ լինենք ու դրանով ինչ ստանանք, փրկություն ստանանք։ Չի լինելու, պտուղներով շատ հստակ պետքա տեսնենք, արտաքնապես նման են հոգևորի։ Այս վերջերս երբ որ որոշ հովիվներին խարիզմատիկ այս համարներն էին ներկայացվում, որպես արդարացում ասին, տեսեք ժողովուրդ ջան, ասում է, ստեղ գրված է, ասում է, որ գառան հագուստով են եկել, այլ ոչ թե հովի հագուստով, այսինքն խոսքը գնում է սովորական մարդկանց, մենք գառներ չենք, էլի է ձև ասած, մենք Տիրոջը գառները չենք, մենք հովիվներն ենք, այսինքն սրանով ուզում են իրանց վրայից ինչ անեն, գցեն պատասխանատվությունը, որ այս խոսքը մեզ որևիցե կերպով չի վերաբերվում, այսի սովորական լսողներին է վերաբերվում։ Իսկ կներես, փաստորեն իրանք ոչխարները չեն Տիրոջը, հա, եթե ոչխարները չեն, արդեն իսկ իրանք իրանց ինչ արեցին, առանձնացրեցին։ Այսօր մեր շրջանակում լիքը տիտղոսներ կան։ Տեր, նորին սուրբ օծություն ու շարունակությունը գիտեք։ Կարա ուղակի պրոստը տեր լինի, կարա երեց լինի, կարա վերապատվելի լինի, պատվելի լինի, հասկանում եք, այսինքն կարա ինչ-որ նման նույնիսկ բառեր էլ լինեն, համապատասխան հագուստ էլ լինի, բայց դա դեռևս չի նշանակում, որ այդ մարդը իրապես Տիրոջից ուղարկված մեկն է։ Այսօր շատ քարոզիչներ կան, քարոզում են, համացանցով են քարոզում, հատուկ հագուստներ ունեն, նորից ոնց տարբերենք, իրանք իրապես Տիրոջից են, թե Տիրոջից չեն, պտուղներով պետքա տարբերենք նաև ինչ են քարոզում, որովհետև ոչ միայն տեսքն է կարևոր, երկրորդը Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրեց, որ քարոզում են նմանատիպ, նման է քարոզը, բայց ինչ են, ասում բայց անօրեն են, 21 համարը, ոչ թե ամեն ինձ Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Հիմա նախ եւ առաջ այս հատվածում Հիսուս առանձնացնում է, որ խոսքը մենակ մի քարոզող եղեք, այլ նաեւ կատարող եղեք։ Տիրոջ կամքը կատարող եղեք։ Եթե մենք անընդհատ առավոտից իրգուն մենակ խոսում ենք, բայց գործնականում այդ ամեն ինչը ինչ է, զրո է, Արմեն եղբորս ասած ունայնություն է, ոչ մի օգուտ էդի չի տալիս։ Դրա համար Հակոբոս երկրորդ գլուխը շատ լավ գիտենք, Հակոբոսը շատ է խոսում սրա մասին, շատ է կենտրոնանում այս հատվածի վերաբերյալ այս տրամաբանության վրա, 14-ից 17 համարներ ասում է, ինչ օգուտ եղբայրներ իմ, եթե մեկը ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա, միթե հավատը կարող է նրան փրկել։ Հիմա առաջին հայացքից կարող է տպավորություն լինի, ոնց Հակոբոս դու հակադրում ես դնում, մենք մինչև այդ ասում ենք հավատքով է մարդ փրկվում, դու հիմա ասում ես հավատք ունի, բայց գործեր չունի, այդ հավատքով միթե կփրկվի, խնդիր կա այստեղ։ Խնդիր չկա, այսա վերջում որ բան անենք, պարզ կլինի։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն, կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզանից մեկը ասի նրանց, ուշադրություն դարձրեք, այս Հակոբոսը գրում է հրյաներին, որոնք որ ինչ էին արել,
սփյուռքում էին, այսինքն իրենց տեղից դուրս էին եկել եւ խնդիր կար, այսինքն կարար իրավիճակ լիներ, որ այդ մարդիկ ուղղակի պարզ իրանց սնունդի ամենօրյա հացի կարիքն ունեն։ Իմ ասում եմ նման իրավիճակը պատկերացեք, գիտեք, որ իրապես այդ կարիքի մեջ է, ու ինչ պատասխան եք տալի։ Եվ ձեզանից մեկը ասի, գնացեք խաղաղությամբ, այսինքն շալոմ, այդ իրանց բառն է, գնացեք խաղաղությամբ, կարանք ավելացնենք Տերը հետդ լինի, կարանք մի քիչ ավելի հոգևոր տերմինաբանություն էլ ավելացնենք։ Տաքացեք ու կշտացեք։ Ու բայց շարունակում ասում է, բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտակ։ Ինչ օգուտ է։ Հասկանում եք։ Տեսնում եք տարբերությունը։ Այնպես էլ հավատը, եթե գործեր չունենա ինքնին, ինչ է, մեռած է։ Եթե մենք առավոտից իրիկուն խոսում ենք հավատքից, Քրիստոսից, քրիստոնեությունից, եկեղեցուց, բայց գործնականում այդ ամեն ինչը չի արտահայտվում, մեր հավատքը ինչ է, մեռած է։ Որովհետև եթե հավատք ունենք, եթե Սուրբ Հոգին մեր մեջ է բնակվում, Սուրբ Հոգու պտուղը ինչ է լինելու, երևալու է։ Հստակ երևալու է այդ պտուղները։ Եթե Տիրոջը չունենք, բնական է եւ այդ պտուղներն չեն լինի։ Ու այն հավատքը, որ ունենք, այն փրկարար հավատքը չի, որով որ պետքա փրկվենք։ Ասում է դևերն են հավատում, սատանան էլ է հավատում, բայց ինչ փրկվում են իրանք։ Չէ, ամեն մեկը ինչ որ հավատք ունի։ Մի կարծեք, որ նույնիսկ աթեիստը հավատք ունի, որ Աստված չկա, բայց այդ հավատքը իրան չի փրկում։ Հետևաբար սիրելիներ, եթե մենք Տիրոջինն ենք, իրապես այդ նեղ ճանապարհով ենք գնում, գործնականում պետք է երևա։ Ուրեմն այն քարոզիչները, որ հելնում էին, գուցե քարոզում էին, Տիրոջ անունն էին տալիս, բայց գործնականում ոչ մի բան իրենց կյանքում Տիրոջից ուղարկված չկա։ Մեր կյանքում, մեր ընթացքը, մեր հոգևոր կյանքը կենթանի հավատք ունի, թե ոչ։ Գործնական հավատք ունի, թե ոչ։ Այլ կերպ ձևակերպեմ։ Ես փաստացի ինչ եմ անում Տիրոջ փառքի համար։ Նորից փիլիսոփայություն կարանք շատ ասենք։ Անկեղծ լինենք, ինքներս մեզ հետ։ Փաստացի ես ինչ եմ անում։ Չեմ մի պատասխանեք, ամեն մեկը դուք գիտեք։ Այն շնորհները, որ ունեմ Տիրոջից, արդյոք գործածում եմ տեղական եկեղեցում, թե ոչ։ Այնտեղ, որտեղ որ ինձ Տերը կանչել է, տվել է, չէ՞ շնորհներ, տաղանդներ։ Եթե փրկված եմ, տվել է, պարտադիր տալիս է։ Դա իրականում գործածում եմ, թե ոչ։ Այն տաղանդը բնածին, որ ունեմ, արդյոք նորից օգտագործում եմ Տիրոջը փառավորելու համար, թե դրանով օգտագործում եմ, նպաստում եմ իմ անձը բարձրացնելու, ինձ փառավորելու համար։ Կարանք շարունակենք ֆինանսը, առողջությունը, ժամանակը եւ այլն։ Ինչի վրա է կենտրոնացած իմ կյանքը։ Արդյոք կենտրոնում Տերն է, թե ոչ։ Նորից հարցեր ես ուզում եմ դուք ինքներդ մտածեք այս ուղղությամբ։ Գործնական հավատքը պետք է իրապես տեսանելի լինի, չես կարող թաքցնես։ Ինչպես որ ասում է, որ լույսը երբ որ վառում են, տեսանելի է ինքը, չեն թաքցնում։ Նույնպես երբ որ ասում է դուք եք աշխարհի լույսը, այդ լույսը պետք է երևա, չի կարող թաքցված լույս լինի։ 22 Այն օրը շատերը ինձ կասեն. Տեր, չէ որ քո անունով, հիմա ուշադրություն դարձեք, սա կարևոր է։ Ինչ արեցինք։ Մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Արդեն իսկ ի սկզբանե տեսանք, որ այն ժամանակ էր շատ մարդիկ այն, ովքեր որ ճակերտավոր մարգարեներ էին ներկայանում։ Ու Աստված շատ հստակ ասում է, ես իրանց որևիցե խոսք չեմ տվել, բայց իրանք իմ անունն են օգտագործում։ Ու դրա համար իրանք բավականին խիստ բաներ ունեին։ Ասում է, եթե մեկը մարգարեանար ու այդ մարգարեությունը չիրականանար, գիտեք ինչ պետք է աներ ժողովուրդը, պետք է քարկոծեին։ Այսօրվա ճակերտավոր մարգարեներին, երբ որ այդ խոսքը հիշացնում ես, ասում է դու հիմա խոմ չեն քարկոծելու բան չենք անելու, հիմա մարդը սխալվեց, հասկանում եք տրամաբանությունը։ Այն ժամանակ, այսինքն, եթե մարգարե էր անվանվում, Աստված շատ հստակ ասում էր, որ եթե սուտ է մարգարեացել, ուրեմն Աստծուց չի խոսե, ինչ արեք, պատիժ պետքա կրի։ Այսօր ամեն մեկը քնից ելնում է, ու ինչ որ երազներ է տեսնում, տեսիլքներ է պատմում։ Եթե ձեզ որևիցե մեկը մոտենում է ու սկսում է խոսքը նման ձևով,
Հոգին ինձ ասեց, կամ այսօր տեսիլք տեսա ու ինչ որ նկարագրում է ինչ որ պատմություն հեքիաթ, այդ մարդից հեռու մնացեք։ Այդ մարդիկ ինքնակոչիկներ են։ Ինչի որտեվ կարիքը չունի Սուրբ Հոգին գերբնական ձևով նման հեքիաթներ մեզ ինչ անելու, ներկայացնելու։ Մենք ունենք ամբողջական Տիրոջ հայտնությունը եւ դա գիտեք ինչն է։ Երազները չեն, սերիալները չեն, Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը ունենք սիրելիներ։ Սա մեզ համար պետք է հիմք լինի։ Բոլոր են երազ պատմողները, երազահանները չեն տարբերվում մնացած են բոլոր բաժակ նայողներից, հասկանում եք։ Այն ժամանակ այդ սովորությունն ունեին, հիմա էլ այդ նույն բաժակն են նայում, անունը կպցրել են ինչ Սուրբ Հոգին ինձ ասաց։ Երեմիան 23-րդ գլուխ 31-32 համարներում Աստված հետևյալն է ասում. Ահա ես այն մարգարեների դեմ եմ, ասում է Տերը, որոնք իրենց լեզուն են գործածում եւ մարգարեություն խոսում։ Ահա ես այն սուտ երազներ մարգարացողների դեմ եմ, ասում է Տերը, որոնք պատմում են դրանք եւ իրենց ստությունով եւ իրենց սնապարծությունով մոլորեցնում են իմ ժողովրդին։ Ես չեմ նրանց ուղարկել եւ նրանց չեմ հրամայել, նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին, ասում է Տերը։ Այսօր էլ կան անկեղծ, որ մեկ-մեկ բան ես անում, մտնում ես համացանցում, այնքան աղբ ես տեսնում։ Մարդիկ հելնում են ու չեն վախենում, Տիրոջ անունն են տալիս, շատ դեպքերում Տեր չեն ասում են Սուրբ Հոգին ասեց, ու ներկայացնում են ինչ-որ հեքիաթներ, ու շատ մարդիկ տարվում են սրանցով։ Ամեն են գրում, ուղղակի դուք շատ դեպքերում զարմանում են, ասում լավ ժողովուրդ ջան, այս աստիճան, սենց մակերեսային նույնիսկ չգիտեմ, չեմ կարող անվանեմ, քրիստոնեություն էլ չի։ Պետք է զգույշ լինենք ժողովուրդ ջան։ Մարգարեական խոսքի այսօր կարիքը չկա։ Ունենք Աստծո խոսքը, մարգարեների կարիքն էլ չկա։ Այո, մարգարեների հիմքի վրա կառուցվեց եկեղեցին, Տերը հիմնեց։ Այսօր մարգարեների կարիք չկա։ Ինչի որտեղ մենք խոսքն ունենք եւ խոսքը Սուրբ Հոգու միջոցով մեզ հայտնի է լինում։ Երբ որ կարդում ենք Տերը այդ ամեն ինչը ցույց է տալիս։ Երկրորդ ինչ էին անում, ասում է քո անունով դևեր հանեցինք։ Մի զարմացեք, բայց այն ժամանակ էլ փարիսեցիներն էլ բավականին լծված էին այս գործի մեջ, դևեր էին հանում, ու հետաքրքիր է Գործք առաքելոց 19-րդ գլխում, ասենց մի պատմություն են կարդում շրջիկ, ասում է փարիսեցիներ կամ շրջիկ հրեաներին, որոնք որ շրջում էին ու նման մոգություններով փորձում էին ինչ անել, իրենք իրենց անձը բարձրացնեին։ Գործք առաքելոց 19, 13-ից 16, ասում է շրջիկ հրեաներից ոմանք էլ որ երթվեցնողներ էին, այսինքն երթում էին տալիս, որպեսզի սենց ասած դևը դուրս գա։ Փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչելով, ասելով. երթվեցնում ենք ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում, ուշադրություն դարձրեք։ Իրանք չգիտեն, լսել են մի հատ մոգական երթում, Պողոսը ասել է, հիմա այդ մոգական սենց ասած բառերը փորձում են ինչ անեն, օգտագործեն։ Հիսուսին չենք ճանաչում, բայց գիտենք, որ Պողոսը ինչ որ Հիսուս է քարոզել, այդ Հիսուսի անունով ինչ ենք անում, երթվեցնում ենք կամ հրամայում ենք, կարանք ժամանակակից բառերն օգտագործենք, հրճակում ենք, այո։ Այս անում էին ոմն հրյա քահանայապետ, ուշադրություն դարձրեք, փոքր մարդ չէր, քահանայապետ էր։ Սկևայի 7 որդիները, բայց չարս ոգին պատասխանեց ու ասեց. Հիսուսին գիտեմ եւ Պողոսին ճանաչում եմ, իսկ դուք ով եք։ Եվ այն մարդը, որին մեջ չար ոգին կար, նրանց վրա հարձակվելով եւ երկուսին էլ բռնելով, այդպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ Չի հիշացնում մեր ժամանակակից աշխարհը։ Հա, ժողովուրդ, ցավոք սրտի հիշացնում է։ Ցավոք սրտի հիշացնում է, որտեվ կան եկեղեցիներ, կան հարանվանություններ, որոնք որ դև են հանում, ոչ միայն մարդկանցից, իրերից են դև հանում, ինչ որ սարերից են դևեր հանում, ու երբ որ այս ամեն ինչը լսում ես, նորից ապշում ես, ասում ես, լավ ժողովուրդ ջան, որտեղից էս ամեն ինչը։ Ինչի որտեվ իրանց անձը պետքա փառավորվի, իրանք պետքա լինեն կենտրոնում։ Գիտեք, այս ամեն ինչը այն աստիճան ծայրահեղության է հասնում, որ մարդկանց միջից նույնիսկ մեղքի կամ հիվանդության դևերն են հանում։ Իրենք ինչ հարմար է։ Մեկը սուտ է խոսել, գալիս է ասում է աղոթի հովիվ ջան, ստի հոգին է մեջս մտել։ Հովիվը աղոթում է, հրճակում են, դուս է գալի, մարդ ազատ է։
հետո գողության, հետո, չգիտեմ, անվայել խոսքերի, ու այս ամեն ինչի մեջ ինչ է քաջալերվում, ասում է, դու քո կյանքը ապրի։ Եթե նույնիսկ մեղք ես գործում, էդի դու չես մեղավոր, ով է մեղավոր, քո մեջի դևն է մեղավոր։ Հասկանում եք, սրանով մարդիկ ինչ են անում, փափուկ բարձ են դնում իրանց գլխի մեջ ու նման ձևով հարմար է ինձ տենց, ապրեն ոնց որ պետք է, վերջում էլ մի հոգի կհրամայի դևը դուրս կգա ու վերջ, ես ազատ եմ, ոչ մի պատասխանատվություն չեմ կրում, ոչ մի հարց չկա, դևերը դուրս եկան, ճակերտավոր դուրս եկան, ազատ ենք։ Երրորդը ասում է, քո անունով շատ հրաշքներ գործեցինք, արդյոք հնարավոր է ընդհանրապես գերբնական բան անել Աստծո անունից, բայց չլինել Աստծո զավակ։ Այո, հնարավոր է, ու օրինակներ թե մեր օրերում ենք որոշ առումով տեսնում, թե նաև կարանք 5 տականից կարդանք։ Կհիշեք Եգիպտոսում Մովսեսը, երբ որ Տիրոջ շնորհքով հրաշքներ էր անում, պատոհասներն էր բերում։ Հետաքրքիր է, որ եգիպտացի կախարդները գոնե ամենակիչը 3-ը նույն բանը կարողացան անեն։ Օրինակի համար Ելից 7:10-ից 11 ասում է Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ եւ արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնը իր գավազանը ձգեց փարավոնի ու նրա ծառաների առաջ եւ դա օձ դարձավ։ Փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին, Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդությունով նույնը արեցին։ Երկրորդը, երբ որ ջուրը վերածվեց արյան, ասում է Մովսեսը Նեղոսի ջուրը վերցնելով արյան վերածեց արյան եւ եգիպտական կախարդները ինչ արեցին։ Նույնը կարողացան կրկնեն անեն, բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Երբ որ այդ նույնն անում էին, պատուհասի վրա մի փոքր իրանք էլ էին ավելացնում, այսինքն այնպես չէ որ ազատում էին, այնպես չի որ հակառակն էին կարողանում անեն։ Երրորդը դոդոշի պատուհասը, երբ որ դոդոշներ կամ գորտերով լցվեցին, նորից Ելից 8:6-ից 7 համարներն ասում է Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա եւ գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։ Մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդությունով եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։ Էլի հետաքրքիր է, դա որպես պատիժ է, հələ մի հատ էլ մոգերն էլ մի քանի հատ էլ այդ գորտերից ավելացնում են, կարծես թե հարցին լուծում են տալի։ Բայց սրանից հետո արդեն կարդում ենք, որ արդեն ասցին մենք էլ չենք կարա հաստատ ստեղ ասում է Աստծո ձեռքը, ինչը Աստծո մատը խառն է, այսինքն Աստվածը, որ այս ամեն ինչն անում է, եկան այդ գիտակցությանը։ Բայց նորից այո սատանան եւ իր դևերը որոշ առումով կարան որոշ հրաշքներ կամ տեսանելի ինչ որ բաներ անել ու այդ ամեն ինչը անեն ում անունով, նորից Աստծո անունով։ Արդյոք դա մեզ համար պետքա նշան լինի, որ մարդը Տիրոջից է։ Չէ, ժողովուրդ ջան, նորից պետքա նայենք այս ամեն ինչը մեջ Տերը փառավորվում է, թե չէ։ Նայեք, տեսեք, երբ որ հրաշքներ էին անում աշակերտները, երբ որ հրաշքներ էր անում Տեր Հիսուս Քրիստոս, ուշադրություն դարձեք, այդ բոլոր հրաշքները տանում էին դեպի Աստծո խոսքի քարոզչության, ապաշխարության դարձի հավատի։ Մնացած են ճակերտավոր հրաշքներ գործողները, ամեն ինչը կենտրոնանում է իրանց եսի վրա, իրանց անձի վրա։ Իրանց անձն է բարձրանում, տեսեք մենք ինչ արեցինք, ինչպիսի հրաշքներ արեցինք։ Մենք ենք կենտրոնում, այլ ոչ թե Աստված, թեև ժամանակ առ ժամանակ կօգտագործեն Աստված անունը, Հիսուս Քրիստոսի անունը, ու այս ամեն ինչի համար այո բոլորն էլ պատասխան են տալու։ 23 համարը, նայեք պատասխանը Հիսուս Քրիստոսի ասում է. Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ։ Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Ինձանից հեռացեք ով անօրենություն գործողներ։ Երբ որ ասում է ես ձեզ երբեք չեմ ճանաչել, չի նշանակում, որ Հիսուս Քրիստոս որևիցե մեկին չգիտեր կամ չգիտեր, թե մարդը ինչ գործ է անում։ Ճանաչել բառը այդ սերտ հարաբերության մասին է խոսքը գնում։ Այսինքն ես ձեզ հետ այդ սերտ հարաբերությունը չեմ ունեցել, որ ունեմ ում հետ իմ զավակների։ Իմ զավակների հետ ես այդ սերտ հարաբերությունը ունեմ։ Նույնիսկ այս տերմինը եբրայերենում կարակ նայեք, օգտագործում է այդ գիտած կամ ճանաչել իմանալ բառը, որը որ նույնիսկ զույգերի մեջ օգտագործում է որպես ինտիմ այդ հարաբերությունները նկարագրելու։ Տերն ասում է ես ձեզ այդ ձևով չեմ իմացել։ Դուք իմս չեք եղել երբեք։ Ուղղակի այս ամեն ինչ եք արել,
իմ անունն եք օգտագործը եւ ուշադրություն դարձրեք, ինչպիսի գնահատական է տալիս, ասում է դուք անօրենություն գործողներն եք։ Հետաքրքիր է, որ այս ամեն ինչը գնահատվում է որպես անօրենություն, մեղք։ Փարիսեցիներն ու դպիրները, որոնք որ կարծես թե օրենքն էին պահում, երբ որ նման ձևով էին պահում, այդ օրենք պահելը իրանց համար ինչ էր հանդիսանում։ Անօրենություն։ Անօրենություն էր։ Եթե մենք ինչ որ մի բան անում ենք Աստծո անունով, բայց նպատակը Տիրոջը փառքը չի, դրա մեջ մեղք կա։ Եթե մենք մեր ծառայության մեջ երգում ենք, քարոզում ենք, աղոթում ենք, չգիտեմ, այցելում ենք, գումար ենք տալի, նպատակը իրապես Տիրոջը փառավորելը չի, սրա մեջ խնդիր մենք ունենք։ Պետք է վերանայենք մեր ընթացքը։ Դրա համար ամեն բան ինչ որ անում ենք, պետք է տեսնենք արդյոք հոգուց ենք առաջնորդվում, թե ոչ։ Մեր անձնակենտրոնում, թե մենք փորձում ենք իրապես Տիրոջը փառքը փնտրել, որտեղ Տիրոջ զավակը ամեն ինչում Տիրոջը փառքն է փնտրում։ Ուրեմն երբ որ գալիս էին այդ ճակերտավոր մարգարեները, մեկ տեսքներ նման, կարծես մարգարեի տեսք ունեին, բայց ինչ էին, հափշտակող էին։ Նման ձև էին քարոզում, նման տերմիններ էին օգտագործում, բայց ինչ էին, անօրեն էին։ Դրա համար պետք է զգույշ լինենք, առհասարակ ինչ քարոզներ ենք լսում, ում ենք լսում։ Ինչի որտեվ այսօր շատ ակտիվ ձևով թե խարիզմատիկ եկեղեցիներն են տարածում իրենց քարոզները, փոքր հատվածներ, որոնք որ առաջին հայացքից լսում ես, հետաքրքիր է։ Ինչ որ հետաքրքիր մտքեր է արտահայտում։ Ես պետք է անկեղծ զգույշ լինեմ, ում եմ լսում, որտեվ այն ինչ որ լսում եմ, իմ կյանքից վրա ազդեցություն ունենալու է։ Չի կարա որևիցե քարոզ ինչ որ կերպով ազդեցություն չունենա։ Դրա համար պետք է զգույշ լինեմ, եթե նույնիսկ չգիտեմ, հարցրեք։ Հարցեք, տեսեք, օրինակի համար այս հովիվը կամ այս քարոզիչը արժի լսենք։ Ճշմարիտ վարդապետություն ունի, թե ոչ, որ եկեղեցուց է, ինչ դավանանք ունի, ինչ գործնականում ինչպիսի կյանքով է ապրում։ Բացի նրանից, որոնք որ քարոզներն ենք լսում, պետք է նաև ձգտում ունենանք խոսքը կարդալու։ Աստվածաշունչ կլինի, դրա հետ մեկտեղ նաև հոգևոր գրականություն, փառք Աստծուն այսօր բավականին շատ ակտիվ չէ, բայց այնուամենայնիվ լավ հոգևոր գրքեր ունենք, ժողովուրդ։ Կարդացեք, որպեսզի կարողանաք զանազանել, տարբերել։ Հայերենով կան, ռուսերենով շատ ավելի շատ գրականություն կա, անգլերեն գիտեք, շատ ավելի մեծ հնարավորություն ունեք, բայց նորից ուշադիր եղեք, տեսեք ինչ եք կարդում, ինչ եք լսում, ինչ եք նայում, որն է մեր համար կյանքի մեր նպատակը։ Եվ վերջի քննադատական մոտեցում ունեցեք։ Երբ որ ասում եմ քննադատական մոտեցում, չի նշանակում, որ առավոտի ծիրուգում քննադատեք, փնթփնթան եղեք։ Չէ, սրա մասին չի խոսքը գնում։ Այն ինչ որ լսում եք, ստուգեք, համադրեք, տեսեք, համապատասխանում է Աստծո խոսքին, թե ոչ։ Այն ինչ որ ասել է համատեքստի մեջ է, թե համատեքստից դուրս է։ Այն ինչ որ լսում ենք, Տիրոջն է փառավորում, թե իրապես ինչ որ մարդու եսի մասին է ու մարդուն է բարձրացնում։ Ինչ արեք, քննադատական մոտեցում ցույց տվեք։ Ինչու որտեվ կեղծիքը այսօր շատ է, լիքն է։ Ու եթե ուղղակի մակերեսային նայենք այդ ամեն ինչին, կդառնանք այն մակերեսային հավատացյալների նման, որ ամեն ինչի տակ ինչ են գրում, ամեն փառք Աստծուն այս կողմ։ Ու նույնիսկ չեն էլ նայում, չեն էլ խորանում, որ տեսնեն իրապես այս ամեն ինչը Աստծո հետ կապ ունի, թե ոչ։ Ուրեմն զգույշ լինենք, ժողովուրդ ջան, մեր ընթացքում, թե իրապես այնում որ լսում եմ, ումից որ սովորում եմ, Տիրոջ զավակն է, թե ոչ, ինքնակոչ ճակերտավոր մարգարե է, թե ոչ, այն ինչ որ քարոզում է, Տիրոջ խոսքին համապատասխանում է, թե ոչ։ Եվ առհասարակ նաև նայենք մեր կյանքին։ Ինչքանով է մեր կյանքում գործնական մեր հավատքը, ինչքանով է Սուրբ Հոգու պտուղը արտահայտվում մեր կյանքում, ինչի որովհետև սա նույնպես ցույց է տալու։ Մենք Տիրոջը զավակն ենք, թե ոչ։ Տերը մեզ հետ այդ փոխհարաբերությունն ունի, սերտ, թե ոչ։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այսօրվա համար ու շնորհակալ եմ ով Տեր, որ խոսքիդ միջոցով մեզ զգուշացնում ես, ուղղորդում ես եւ հնարավորություն ես տալի եւս մեկ անգամ ուշադրություն դարձնելու եւ զանազանելու, թե որն է ճշմարտությունը եւ որն է կեղծիքը։ Ինչու որտեվ այսօր քո անունով շատերն են դուրս եկել եւ
քո անունով են խոսում, քո անունով են ավետարան քարոզում, կարծես թե, բայց նպատակը իրենց փառքն է, իրենց եսն է եւ շատ դեպքերում Տեր դու իրենց երբեք էլ չես ճանաչել։ Ուստի աղոթում եմ, որ մեզ որպես հավատացյալներ, որպես քո զավակների օգնես, որ Տեր զանազանենք ճիշտը սխալից, զանազանենք ճիշտը կեղծիքից, որպեսզի դրանով շինվենք ու քեզ փառավորենք, Տեր։ Մեզ իմաստություն տուր այս հարցում, Տեր, եւ օգնի, որ մենք մեր կյանքում այնքան հասուն լինենք, որպեսզի մեր կողքիներին նույնպես կարողանանք ճիշտ կերպով առաջնորդել, որ չլինի թե մենք էլ բաներ խոսենք, որը որ չի համապատասխանի քո խոսքին, Տեր։ Օգնի, որ իրապես խոսքիդ նկատմամբ երկյուղ ունենանք եւ Տեր ուշադիր լինենք, ինչ ենք խոսում, ինչ ենք քարոզում, Տեր, որտեվ այդ ամեն ինչի համար այո պատասխան ենք տալու։ Ուստի դու ողորմիր, դու գթա ու թող որ քո կամքի համար մենք որպես եկեղեցի մեր շրջապատում աղ եւ լույս լինենք, Տեր։ Որտեվ միմիայն ճշմարտությամբ է, որ դու ես փառավորվելու։ Միմիայն ճշմարտության մեջ է, որ քո կամքն է իրականություն դառնալու եւ քո անունը փառավորվելու, Տեր։ Ուստի աղոթում ենք, որ դու այցելես մեզ եւ այս գործի մեջ դու մեզ հաջողություն տաս, Տեր, որպեսզի ամեն փառքը միմիայն ուղղված լինի քեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։